Բարև ձեզ, պարոն Ֆարսյան, ինչ տնտեսական էֆեկտիվություն կարող է ունենալ թրիփը Հայաստանի վրա։ Բարև ձեզ, տեսեք, որպես այդպիսին թրիփը, եթե առանձնացնենք քաղաքական մասը եւ թողնենք միայն տնտեսական հատվածը, ապա ինքը էական տնտեսական ազդեցություն Հայաստանի վրա չի ունենալու, ասեմ թե ինչու։ Թրիփով արդեն Ադրբեջանի կողմից էլ հայտարարվել է, որ իրենք ակնկալում են, որ տարեկան 5 միլիոն տոննա բեռ է անցնելու, լավ վերցնենք ավելի լավատեսական սցենար, օրինակ 10 միլիոն տոննա բեռ է անցնելու։ Այդ ճանապարհը կազմում է ընդամենը 40 կիլոմետր։ Որպեսզի հասկանանք, թե ինչքան եկամուտ կարող է ունենալ Հայաստանը այդ ճանապարհից այդ բեռնափոխադրումների համար, ապա կարող ենք վերցնել օրինակ համադրելի բեռնափոխադրում, երբ Հայաստանը իր տարանցիկ բեռները տեղափոխում է Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան։ Այդ դեպքում Հայաստանը Վրաստանին վճարում է $6 եւ դա մի դեպքում, երբ որ այդ ժամանակ ճանապարհը գրեթե 4 անգամ ավելի շատ է, դա նույնիսկ ավելի 5 անգամ ավելի երկար է, քան երբ որ ճանապարհը անցնելու է մեղրիով, այսինքն։ Եվ այդ դեպքում ստանում ենք, որ եթե մենք օրինակ թրիփի դեպքում 1 տոննա բեռի համար վերցնենք $6 ադրբեջանական կողմից, ապա ակնկալվող եկամուտը 30-ից 60 միլիոն դոլար է լինելու եւ չեմ կարծում, թե դա այն գումարն է, որը կարող է էական տնտեսական ազդեցություն ունենալ Հայաստանի համար։ Այսինքն ես ձեզ ճիշտ հասկացա, որ իշխանությունները ուղղճացնում են այդ էֆեկտիվության մակարդակը։ Դե ես տարբեր տեղերից լսել եմ, որ իրենք խոսում են, որ դա դառնալու է օրինակ միջին միջանցք եւ այդտեղով, չգիտեմ, այնպեսի տպավորություն է, որ աշխարհի ամբողջ բեռնափոխադրումն է իրականանալու, բայց հաշվի առնելով աշխարհագրությունը եւ այն հանգամանքը, որ այդ ճանապարհի մեջտեղում գտնվում է աշխարհի ամենամեծ լիճը, որը նաեւ ծանծաղող է եւ որ ունի նաեւ խնդիրներ նավահանգիստների հետ եւ որի նավահանգիստներից մեկը Ատիրաու վերջերս Ղազախստանում սնանկության եզրին է հասել այն պատճառով, որ ինքը ծանծաղում է եւ այնտեղ պետք է անընդհատ փորեն, որ այդ նավահանգիստը աշխատի, չեմ կարծում, թե դա մեծ ինչ-որ տնտեսական ուղի է դառնալու աշխարհի համար եւ հետեւաբար նաեւ տնտեսական ազդեցությունը մեծ չի լինելու։ Պարոն Ֆարսյան, երեկվանից տարածվեց տեղեկություն, որ ղազախական, ինչպես նաև հետո պարզվեց ռուսական ցորենը Հայաստան է մտնում Ադրբեջանով։ Իսկ սա ինչ էֆեկտիվություն է ունենալու մեր տնտեսական բլոկի վրա։ Նայեք, միշտ լավ է, երբ մենք ունենում ենք ալտերնատիվ ճանապարհներ, եթե այդպես վերցնենք ուղղակի միայն այդ դեպքը, այսինքն եթե ռիսկերը հաշվարկված են, ամեն ինչ հաշվարկված է, իհարկե ալտերնատիվ տնտեսական ճանապարհներ ունենալը միշտ լավ է։ Այստեղ ուղղակի այս ցորենի թեման էլ ինչ որ համ ուռճացված է, մյուս կողմից ինչ որ խորհրդավոր շղարշով է պատված, որովհետև այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ ցորենը գալու է, դա հայտարարում են վերջի վարքյան նում այնպեսի տպավորություն է, որ իրանք են անակնկալի գալիս այս ցորենի առաքման հետ կապված, ինչ կարող եմ ասել։ Տեսեք, ցորենը գալիս է Ղազախստանից, հայտնի չէ ով է բերող կազմակերպությունը, հայկական է, ադրբեջանական է, վրացական է, թե ռուսական է, հայտնի չէ թե ինչ ճանապարհով է գալիս, այսինքն գալիս է Ղազախստանից մտնում է Ռուսաստան, հետո Ադրբեջան, հետո Վրաստան, Հայաստան, թե օրինակ գալիս է Կասպից ծովի տարածքով, որպեսզի մենք գոնե լոգիստիկան պատկերացնենք, իսկ գների մասով նախնական ինչ որ հայտարարվել է, որ ցորենը ղազախական ավելի էժան է, քան ռուսականը, բայց փաստացի ոչ մի տվյալ չի բերվել, որպեսզի գոնե պատկերացնենք ինչքանով է էժան, ինչքան տնտեսական օգուտ կարող է Հայաստանը ունենալ։ Այնուամենայնիվ, եթե ինչ-որ կողմնակի ցուցանիշներով փորձենք պատկերացնել, թե ինչքան կարող է լինել այդ օգուտը, դրա լավագույն տարբերակներից մեկը, որպեսզի վերցնենք ու համադրենք օրինակ Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում հացի գները, կտեսնենք, որ այո, Հայաստանում հացի գինը մի քիչ թանկ է, մոտ մի 20%, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախ հացն է մեր սպառողական զամբյուղում փոքր դեր խաղում, երկրորդ այդ 20%-ը դա միայն պայմանավորված չէ ցորենի գնով, դա պայմանավորված է էներգակիրներով, աշխատուժով եւ այլ հանգամանքներով։ Հացի գնի մեջ ընդամենը 50%-ն է, որ ցորենի հենց ինքնարժեքն է կազմում։ Եվ հետեւաբար այսպես sense միանգամից ասել, որ այս ճանապարհը դա մեր համար ինչ որ նոր փրկության ճանապարհ է լինելու եւ հացը էժանանալու է, հետո էլ մնացած ամեն ինչն է էժանանալու, կարծում եմ դեռ ժամանակավրեպ է, իսկ այս պայն տպավորությունը այնպեսին է, որ ուղղակի այդ առաքումը անում են, որպեսզի ցույց տան, որ ապաշրջապատումը սկսել է։ Իսկ թե հետագայում որ ուղղությամբ կգնան աշխատանքները, չեմ կարող ասել, տնտեսական էֆեկտների մասին դեռ շատ վաղ է խոսելը։ Լավ, տնտեսական էֆեկտների մասին վաղ է խոսելը, իսկ անվտանգային հարցերի մասին դրանք քննարկվել են արդյոք մասնագիտական հանրույթին ինչ է հայտնի։ Տեսեք,
նախ երբ որ ասում եք անվտանգային, դա պետք է մի քիչ երևի ավելի բարձրաբանենք, որ հասկանանք ինչի նկատի ունենք անվտանգային մաս ասելով, ես այս պահին ոչ մի աշխատանք չեմ տեսել, որը կատարված կլինի ռիսկերի գնահատման ուղղությամբ, որ այդ ռիսկերը տարբեր են, այդ ռիսկերը անվտանգությունը վերջի վերջո միայն պատերազմով չէ պայմանավորված, էլի երկրներում դա այտենց ընդհանրեն անվտանգության մի բաղադրիչ է, կան բազմաթիվ այլ բաղադրիչներ ու այս պահին ես չեմ տեսել որևէ աշխատանք, որը կատարված կլինի նրա հետ, թե այս ապաշրջափակումից հետո, որ մենք երբ որ բացենք մեր սահմանները, ոչ թե մենք չբացենք, մեր հարևանները վերջապես իրենց սահմանները բացեն մեր առջև, թե դա ինչ տնտեսական ազդեցություն է ունենալու եւ վերջի վերջո ինչ ռիսկեր է իր հետ բերելու, որտեղ ռիսկեր միանշանակ բերելու է։ Այս պահին ուսումնասիրություններ չկան, լավ կլիներ, որ օրվա պատասխանատուները դրանով զբաղվեին։